Skyline, առաջին երկնաքերերը Հայաստանում։ Տեսել եմ, էլ չեմ մոռանա։ Ամբողջը մեկը լցվել է նայում իմ ուղորի տկլոր տեսարան հազար ներողություն։ Տերոցիկ, սաղճի կոսմույշ տուրսիկ կներեք լանա ջան։ Ինձ խորոին սոսնձված որ տեսավ, սենց այս տեսարան։ Ես հալվել եմ ո՞ր ես վադացել եմ հրաճանից նույնիսկ տարել եմ վանդանց իմ կյանքը չեն կարողացա փրկեմ։ Ամեն sense լացակումած նայում այլում սեցամ մազերս կառելվից այա այս ինչ մազա ոնց է sense բարձրանամ Ես եղել եմ այնքան ինչքան եղել են ծովիցով Հայաստան մեր սահմանները Ես ընդհանրապես չեմ դեղում որ ինքից ոչխար ասում Որտեւ ես եմ դիտակցում որ տղան ճիշտ է Ես այնքան ծիծաղեցի այնքան շոկեցի ես հիմա պատրաստ եմ հանելու իմ տաբատը Չէ ասիլա Սաղ մեր ցեղին հիշել են մինչև դուս դե ընդ մեր Նվազեցրու հարկերը տորենքի ուժով։ Դիմիր ռեալ հաշվապահ, դարձիր օրենքով ուժեղ։ Հեռախոս 055 29 24 20 Հենց այնպեսի հյուրերն են Նազենի Հովանիսյանը եւ Լիանա Վանոյանը։ Ես պիտի ծափտայից։ Այսօր շատ բարձր տրամադրություն է տիրելու մեր տաղավարում, արդեն տիրում է եւ իհարկե գեղեցկություն ոնց է։ Լավ, Մանեկ ջան, Արզնեի ջուր խմենք։ Այո։ Զովանանք եւ սկսենք հիշել հենց այնպես հավես պատմությունները, որոնք ձեզ խնդրել եմ նախապես հիշել, առանձնացնել մեր Ինձ հետևողների համար։ Իմը թարմ է։ Ամենօրյա։ Ես օրինակ արել եմ կարևոր մի ընտրություն, այստեղ գալուց, ես խնդրել եմ որպեսզի դու Լիանայի հետ կապվես եւ ասես որ ինքը գայի ինձ հետ որովհետեւ հիմա այս անելիք չունեմ նստելու եմ եւ վայելեմ ձեր երկուսի զրույցը ահա իմ հիմնական պատմությունն այսօր համար Այո բայց դուք ընդհանուր պատմություններ էլ պետք է որ ունենաք Մենք ունենք մի տղամարդու հետ կապված պատմություն, որը ժամանակին Լիանայի պերսոնաժներից էր, Ժիրոն, որը իրեն պահեց հերթական մեկի նման։ Եկավ ծաղիկը տվեց եւ գնաց ու անհետացավ։ Այդ կերպարը ընդհանրապես անհետացավ։ Հիմա ես ուզում հասկանալ խնդիրն իմ մեջ է, թե ամեն դեպքում Ինչու Լիանա, որտեղ է Ժիրոն։ Հա, Ժիրոն ուր է։ Երդում եմ չգիտեմ։ Նորմալ տղա էր երևում։ Երևում էր։ Ոնց որ բոլոր հիմնականում առաջին հայացքից թվացող տղամարդիկ։ Դե հիմա գնաց, որովհետև տեսեք Նազեննի, ես որպես իր խոսնակ կարող եմ ասել, որ ծանրություն է որպես այդպեսին։ Հա, այս չի։ Ինքը թույլ տղամարդ էր, ինքը օքսիդացավ։ Չգիտեմ։ Չէր կարողանալու ձգեր, խայտարակ պիտի աներ թե ինձ, թե իրեն։ Դացումը զգուշ ասա։ Հա, օքսիդացավ։ Օքսիդացավ։ Մեզ պետք է օքսիդացածները, մեզ պետք է միայն դրականը ու դրական պահերը այսօր հիշել։ Նայեք, ես շատ մտածում էի ինչեր պատմել եւ հասկացա մի ծանր փաստ։ Նայ, մարդկանց թվում է, որ ես երկար մազերով, կիրթ հայերենով երբեմն հնարավոր է։ Բայց ես իրականում հիմնականում տղա ընկերների միջավայրում եմ ապրել, մեծացել ու իրենց հետ եմ էլի ճամփորդել Հայկոներ, նույն Արոներ Մարտիրոսյան, Արամեն, Էրիկը, որ մեկի անունը տամ, Վարդանը Բադալյան, շատ են, իմ տղա ընկերները շատ են։ Եվ վերջապես ավետը Եվ ավետը մասին, դե ավետը գլխավոր դերում է, բայց բոլորի անունները ընդ որում նաև նրանք, որոնք բոլորովին հայտնի չեն, մեր ոլորտից չեն, բայց շատ կարքին որակով մարդիկ են ու իմ շատ մտերիմ ընկերներն են։ Ու տղայական միջավայրում մի տեսակ ավելի ազատ ես ու ես հասկացա որ կան հումորներ որոնք ուղղակի չեմ կարող պատմել դրանք եթերային չեն բայց կուլիսային են խոստանում եմ կպատմեմ Հայկոյի հետ դե շատ համով պատմություններ կան այն մեկը չեմ պատմի չէ այն մյուսը կպատմեմ որ մի օր Կարծեմ 10 թվականին էր, պետք է գնանք Թեհրան հյուրախաղերի։ Վերջին պահին այնպես ստացվեց, վերջը ես Արամեն Հայկոն միասին թռնում ենք, այն ժամանակ դեռ են շատ վատ Իկարուս ավտոբուսի նման ինքնաթիռներն էին, որոնք չգիտես որ օրենքի համաձայն էին թռնում, որտեղ ոչ մի ձևով դրանք չպիտի թռնեին, էլի։ Ոնց որ այն ծակ ալյումինի կացան, բայց համել թռնում է։ Վերջը դից գնացինք նստեցինք, հիմա իսկ Արամեն ով չգիտի, ասեմ, ոչ միայն շատ բոյով է, հասակով է, այլև ահավոր վախենում է թռիչքներից։ Եվ շատ, նու այն ժամանակ շատ էր վախենում, հիմա հնարավոր է մի քիչ մեղվել է ու այն ժամանակ երբ որ երկար թռիչքներ էին ամերիկական բան գոնե մի քիչ ալկոհոլ էր խմում բան ինչ որ ջրի կանում էինք արանքում մոռանում էր Թեհրանի թռիչք է ինչ ալկոհոլ ինչ ալկոհոլ գոյություն չունի ալկոհոլ եկանք նստեցինք նախ նստելը ճոխ բառ է որովհետև
փոքր տարօրինակ աթոռներ էին մի կերպ կպցրած, սովետական պայալնիկով կպցրած այդ աթոռները, Արամեն 4 ծալքով սենց նստեց, ես ու Հայկոն դիմացնենք ու չգիտենք, որ ինքը այդքան պանիկայի պես վախ ունի։ Վերջը նստել է հետևից ու սենց բաներ ան, բայց ես կթռնի նորմալ, բայց ես կիջնի նորմալ, բայց մենք նորմալ, այ բալամ ասենք նորմալ հանգիստ նստիր էլի, առաջին անգամը չի կթռնենք, իջնենք, անենք համերգա հետ կգանք։ Այդ արանքում ես ու Հայկոն իրար ջրիկանում ենք, մեկ էլ ես ինքնաթիռը եկավ սենց որ արդեն պետքա պոկվի, չէ՞, դե պոկվում է, բարձրանում սենց այդ վին մարեց շարժիչը, երթվում եմ մարեց շարժիչը, հիմա սենց օդի մեջ կանգնած է, լրված այդ ինքնաթիռը ու հիմա չեմ ուզում պանիկա դնեմ, դե կանայք ավելի բան են, էլի սառնեն։ Նայում եմ Հայկոին, Հայկոս ասում, արա նազուլ ջոկեր, ասում, ոնց որ սկորսը հիմա պիտի փոխի, էլի երևի որ էլի օդի մեջ ենք, էլի վարկյանների հարց է։ Մեկ էլ սենց արեց այդ ինքնաթիռը շարժիչը։ Ոյնյա, մի կերպ դր ու թռավ, բրծանք այդ։ Իսկապես մազով ենք ողջ մնացել, որովհետև դրա հաջորդ ինքնաթիռը ընկավ։ Ինձ եմ սիրում սենց պատմություններ ուրախ որ վերջում եւ այդ։ Գոնե մերոնց համար happy end-եր է։ Ես հիմա կներեք, էլի որ ծիծաղում եմ, բայց կարող ենք այդ երկրորդում մենք դինենք, դե հիմա չլինենք ավելի ճիշտ, վերջը։ Ու Հայկոն սենց ամ, նազուլ ասում է, ջոկեր ասում է, որ սկորսը փոխեց, պոկվեց մի կերպ թռանք, բայց ասում Արամեին մի ասա, որ չվախենա, բայց արդեն վախեցել ենք մենք էլ։ Լավ, այդ վերջացավ, հասել ենք բան, Թեհրան շատ կարգին, ամենահյուրընկալ, ամենայիմ սիրած համայնքներից է Թեհրանայությունը, ամենայիմ սիրելի, որոնք խոսք են լսում, գնահատում են բան ու հոգատար են, ուզում են որ մեզ լավ լինի։ Եվ սովորաբար միշտ մնում ենք համայնքային վայրերում, բայց այդ օրը որոշել ենք հյուրանոցում մնանք, մենք էինք որոշել իբր ավելի լավ քաղաքակիրթ, չկա նման բան։ Դե վերջը, մեկ էլ reception-ից զանգ է գալիս իմ սենյակ, առանձին սենյակներում ենք, պարզա Արամենը, այն ժամանակ Արտավազ Դամիրյանի հետ Հայկոն է առանձին եւ ես եմ բնականաբար առանձին։ Զանգ է գալիս իմ սենյակ, բարև Նազենի, բարև ասում եմ, ես եմ սափրիչն եմ, եկել եմ։ Ես ես պաուզա տվեցի, ասի ճիշտն ասած, ես սափրված եկել եմ, կարիքը չկա, բայց ասի ու հետո հիշեցի, որ սափրիչը հնում համարվել է նաև վարսահարդարը։ Այսինքն իրենք համ սափրել են, համ մազեր են հարդարել բան, ասի իսկ այս սափրիչը կոնկրետում համար է եկել, ասացին Արամեն ա ուզել, դե այդտեղ ես մեռա, որովհետև մենք այդ տիպի հյուրախաղերի որ գնում ենք չենք պահանջում հատուկ սափրիչի, որովհետև գիտենք, սուղ պայմաններ են, բան պետք է արագ ինքնուրույն կողմնորոշվեց նսի։ Սափրիչին ուղարկում եմ Արամեի սենյակ, ես ինքս մտնում եմ լոգարա, որ լոգան կընդունեմ։ Ճիշտ ասած, այդտեղ պրոբլեմը սկսվում է այդտեղ։ Հասկանում եմ, որ սափրիչից ինձ էլ ապել լոգան կընդունում, չէ, պետք չէր, հաստատ գիտեի, որ պետք չէր, փորձած էր, մտնում եմ, որ լոգան կընդունեմ, դե ցնցուղն է, մի ցնցուղ է, այն բաներից չկա էլի, որ ինչ-որ գործողություն անես, մի հատ դες անձրևանոց ցնցուղը, եկա միացրեցի, ջուրը բացեցի, 2 վայրկյան տևեց, ջուրը բացեցի, այս ցնցուղը պոկվեց ընկավ գլխին, այ մարդ ասում եմ, ես ինչա, ու սկսեց սխալ չռալ, հիմա եկ մի կերպ ինչ-որ ամրացրել եմ ես, ինչ մեկ էլ ջուրը սենց սխալ է պզում, սենց այդ լոգարանում, որը շատ մեծ չէր բարեբախտաբար, կպած ուզում եմ այդ ցնցուղի գոնե մի բան ցայտող շիթը բռնեմ, որ հասկա որ մազերս լվանամ, որ հետո կարողանամ գնալ երեկոյան համերգի։ Չստացվեց, վերջում փակեցի այդ ցնցուղը, բացեցի ծորակը, սենց կռացա, մազերս մի լավ լվացի, չորացնելու ընթացքում դուրս բարձր ծեծում են։ Դուրը բացեցի, տեսնեմ Արտավազդը լացելով ծիծաղում, ասում խնդրում եմ մի հատ արի Արամեի սենյակ։ Ասի լավ։ Արամեն երկրորդ սափրիչը։ Հա, այդ ժամանակ շատ նրբազգաց էր ու ամեն ինչի նկատմամբ մենք տենց ոնց որ ավելի ավակ քրոջ կամ ընկերոջ նման իրան փորձում ենք պաշտպանել էլի տարբեր բաներից։ Հիմա հասկացա որ ինչ որ շատ ծիծաղելու բան է լինելու։ Հայկին դուրն եմ ծեծում, Հայկ ասում եմ արի Հայկ արի հաստատ մի հատ շատ համով բան է, արի մի հատ գնանք Արամեի սենյակ։ Հայկը դուրը բացեց, հենց հունական տոգայի նման ցավանով փաթաթված, չէր հասցրել ինքն էլ իր ցնցուղից հետո գնացինք Արամեի սենյակ, մտանք սենյակ այն պահին, որ մազերը ոնց որ այստեղից մեկը տոկի տված լինի Արամեի մազերը կառել վիցը։ Արամեն ասես լացակումած նայ մայելու ասեցամ մազերս կառել վիցա է, այս ինչ մազա ոնց է սենց բարձրանամ բեր, հիմա սափիչը տղա էր հետաքրքիր սենցամ։ Բաբամ դա ասում է Ուրֆայի
նորաձևությունն է, դա է մոդա, Ուրֆայի նորաձևությունը չիմացանք որն է, Թերանում, բայց վերջը շատ համով էր, ասի Արամ ջան, գնա, ծորակը բացիր, կռացիր, որտեղ իր ցնցուղներ էր իմինից մազերդ լվա, արի Հայկոն ձևերը կասի, ասեց ապեր, ես գել եմ բերել, կտամ կգսես գլխիդ, ու այդ օրը որոշեց փոխել սաներվածքը, չէ՞, կարճած։ Մեկ էլ դե որ ինքնաթիռից իջան, կարամեն սպիտակած, որովհետև ինքնաթիռը կարող էր եւ չթռնել ու վայրեջք չկատարել, սփռտնած որ իջավ, իսկ հենց իջանք արդեն մեզ նկարում էին այստեղից, այն որ մի տեսակ բաբան, բարով եք եկել բուն, արագ նկարում են այսպես։ Արամեն էլ որ քաղցած է չի դիմանում, աչքին ոչինչ չի երևում, դե բոյով է մարդը, մի քանի ձու պիտի ուտի, որ այդ ամեն ինչը լցվի օրգանիզմի մեջ։ Սյունիքում հետ մեզ են, առավոտը սկսում ենք, ես բոլորի խաշած ձվերը բերում եմ, ասում կեր Արամ, 12 ձու, լուրջ ուտում էր, աստիճանաբար աչքերի գույնը հետ էր գալի, վերջը ու այդպես ասենք Արամեին եկեք կերակրենք, որ հետ գա, նոր հասկանանք, ինչի մասին ենք ապրում։ Այդպես։ Լիանա շրջագայություններից։ Լիան, այսքան էր իմը։ Չեմ կարծում։ Կամ ծափրիչներից։ Չէ, իմը ուզում եմ հասկանալ որն է եթերային գոնե 0.5%։ Բա, որ ասում եմ։ Հա, ուրեմն մենք գնում ենք Hyatt Project եւ համերգի Լաս Վեգասում, Լաս Վեգասի համերգին այնպես է լինում, որ հին լքված եկեղեցու դահլիճում պիտի համերգը լինի։ Դաժան էր։ Միշտ եղել է տեղ որտեղ մարդիկ գնացել ապաշխարել են, մեկ էլ լենականցիներ են գալի, ուրախ։ Ուրախ։ Մեկը շատ չաղ։ Ի վերջո պոզիտիվը ոչ մեկ ատմենա չի արել, բայց խնդրում եմ, ես եղել եմ այնքան, ինչքան եղել են ծովիցով Հայաստան մեր սահմանները։ Ես ընդունում եմ, եղել է այդպես։ Յասիրթայի։ Էտա։ Ուրեմն ստացվում է այնպես, որ իմ մուտքը ու ելքը կառավարվում է հին դռնակով, որը մեր տեղ աշխատում է։ Որպեսզի իմ հետևից մարդ չմտնի, մեր պրոդյուսերներից Վահեն որոշում է, որ դուռը փակի, որ հանկարծ շոր մեկը բեմ չմտնի իմ հետևից։ Ես բարձրանում եմ իմ այդպես հոփ-հոփ աշխատանքը կատարում եմ, պիտի դուրս գամ, որ Հովոն Հայաթի երգի This is Love-ը, որը աշխարհի, հա, ռոմանտիկ սիրուն երգն է։ Ես որ ուզում եմ դուրս գամ, գնում խփում եմ, հիշեք, կուլիսներ չկան, եկեղեցի է դա, էլի, ոչ մի կուլիս չկա, որ ես մտնեմ հետևը, հանդիսատեսը չտեսնի։ Ես էլ բավականին կլորեակ, փորձում եմ գնամ մի հատ դռնակին, հա, այսպես օփ, անեմ, մտածել եմ, որ հիմա կբացվի։ Չի բացվում այդ դուռը։ Երկրորդ անգամ եմ գնում խփում, էլի չի բացվում, բայց հասկանում եմ հանդիսատեսը շատ ուրախ է, ու Հովանեսը չի հասկանում Հովոն ինչ են ուրախ։ Բարե, ես կարոտնամ գունդ է, ոնց եք ասում ես, առաջ անգամ ես երկս այնց արձագանք ստանում մի րոպե, ու չի պտտվում տեսնի ես հետևի ինչ յակի ցուկի։ Ես վերջին անգամ ուզում եմ Տեխասից վազելով գամ, որ խփեմ, ի վերջո բացվի այդ դուռը։ Գերանով, հենին թվերի։ Վահեն այդ պայն հասկանում որ վայ, Լեոնին թողել եմ բեմը, գնամ դուռը բացեմ։ Ես չլինելով Նաստրադամուսը մատիցս հոտ չեմ քաշում, որ Վահենի մա դուռը բացելու եւ գնում եմ այդպես, հա, պատկառելի հեռավորությունից ուզում եմ վազեմ։ Ես որ վազում եմ, Վահեն այդ պայն, ես որ կարի խփում դուռը բացվում է, ես ու Վահեն սենց մեթլախի նախշ դարած, իրար վրա ենք, հիշեք իմ քաշը, հնևի Վահեի ամենածանր հարաբերություններն էր այդ օրը, բարի բուն իմաստով, սենց կպել էր պատին, սենց հարեց, Լեան, իջի ազվերից, նախ ուզում էի ասեի, վայ, ես հիմա կովրից չեմ իջնելու, ինձ ու կես պրոստը պտի կան առանձնացնեն, որովհետև դու կեսով հրացին ես, ես կեսով Վահե, սենց ամ, ես այդ ուրը փագ է, ասում եմ, բայց դու եմ բացեցիր չէ, ու մենք սենց ենք իրար այդ խոսում, 5 րոպե, լավ ես աս, ասեմ, վահ, կլինա առանձանակ խոսանք, ինչ-որ դիջիս տակից դու ես կո ակնոցն եմ տենում, ու ես պատկերացնում եմ, ասենք, ես մի փոքր հա հիմար եմ, Դիջսս այլի կփոքվի։ ես ընդունում եմ, որ ես մի փոքր հիմար եմ, ասում եմ, այդ եկեղեցում, չէ, ոնց էլ եղած չլինի, ծիսակարգ եղած կլինի։ Չէ, ինչ որ աղոտ բան, ու ես պատկերացնում եմ, երկներումբի պես պայթում, այդ թափյան, այդ ամերիկական եկեղեցի, այսինքն վերևում գործող բաները չեն հասկանում մեր լեզուն։ Երևի մտածել ինչ-որ սեկտա է անոր։ Ստա գունավոր շորով մեկը չաղ։ Եթե մինաց պրոդյուսերը գալի դուռը փակում է, չաղը մնում է բեմում, ինչ-որ Ford Boyard-ա ոչ թե Ամեր։ Ամեն դեպս այդպես, դուրս եմ գալիս։ Իմ հետ մի հատ չէ շատ են տեղ, ամեն օր է տեղի ունենում, ցավոք սրտի։ Մեքենա քշել, որպես այդպեսին հիմա քիչ-քիչ սովորում եմ, բայց ես շատ շփվող տեսակի վարորդ եմ։ Մի գլուխս հանում եմ դուրս եւ ազնվորեն ասում եմ, որ ես քշել չգիտեմ ընկերներ։ Հիմա գիտեմ, փառք Աստծո։
Ուրեմն ես 7-րդ դասից հետո Սոնային ողջույն հրաշալի մասնագետով սովորեցրեց ու այդ վախը հաղթահարեցի։ Ասում եմ, որ եթե ես կարողանամ գնամ մինչև աղբամանի մոտ, նշանակում է ես կարող եմ։ Որպեսզի պատկերացնեք, աղբամանը Նազենիի մոտ է ինձանից, այս դրան ուզում է ասել։ Այսինքն եթե ես ուզենամ էլ չգնամ, մինիմում այդ դեյի վրա կդնեմ, կգնա։ Բայց այդ դեյի վրայից հետո չգիտեմ որ փիպի պետք է լինի, հա, այսինքն մի բան գիտեմ։ Ես որոշում եմ դուրս գամ, Այդ դրանից հետո փիփին կարող է։ Փիփի եղավ ուղղակի։ Մի փոքր փիփի պատմություն կատարվեց, ուրեմն ես դուրս եմ գալիս, այդ ոնց ասեմ, այդպես կուրուգից, հա, դուրս եմ գալիս։ Ու հասկանում եմ որ մի հատ մեքենա է քշում իմ դիմացով, գալիս այն վրա։ Ես սովորական կին չկողնորված քշում եմ իրա վրա։ Ես թվում եմ ոնց որ գոնե փոխադարձ մի բան կլինի։ Տղան ավտոմեջից գորմա ոչխար։ Ես ընդհանրապես չեմ նեղում որ ինքնից ոչխար ասում։ Որտեվ ես եմ դիտակցում որ տղան ճիշտ է։ Ոչխար դու ասիր աղբաման, ղիելար։ Հակոբ Հակոբյան դու տեղ տանելու բան ես։ Ինքը գորմա ոչխար, ես ասում եմ ներողություն, ես քշել չգիտեմ, ու այդ ընթացքում վախից քշում եմ մյուսի վրա, ասում Աննաս ունը ինչ անում, ես էլ ինչ եմ նեղանում։ Կարգելակելու օրինակ այդ Ոչ իհարկե։ Ես ուղղակի անորոշ շարժումներ եմ անում, քշում եմ բոլորի վրա։ Այդ ընթացքում հասցրել եմ սիգնալ տալ թևով եւ միացնել դալնի բլիժնիներս։ Ժամը 2-ն է ցերեկը։ Բոլորը հնարավոր բաներ։ Գորմ է ոչխար անասուն, ես ուրախ Ներողություն եմ խնդրում ուղղակի վայմականի։ Ասես հասկանում եմ որ ես մարդկացած շփոթ մարդ չկա։ Կա Լիլոն իմ ընկերուհի խնդում է։ Ինչ շնչեր նամահացել էր, ասում էր խնդրում եմ, մնենց խոբես մեզ բան չդի։ Մեկը ես հասկացա որ վերջ այդ տղեկ եկան ինչև է իրենց պարտքը համարեցին ինձ բայց Աստված եւ Կարման ոչ մեկ ատմենա չի արել տղեկ, որտեղ դուք ինձ ասեցիք անասուն եւ ոչխար, մի օր ես ձեզ խոստանում եմ։ Ինչև է, գնում եմ, սենց կանգնում եմ նաս։ Ես չեմ կարող քեզ ցույց տամ։ Դե արդեն պատկերացրեց։ Ու հասկանում եմ, որ հիմա այդ անցողներից էլ որոշակի մարդիկ կգան, իրենց հասանելիք ուշունցը կտան, կգնան թե ով է, բայց ես շատ հանգիստ էլի կողքը կանգնել եմ եւ մի հատ էլ ես եմ ուշունցը տանում, անու ոչխարի կանգնած ձևով։ Ինչև է, տեղից գնացի։ Իդեպ, հա, այս շատ կարևոր է։ Ես Նազին զանգ եմ պատմում, ասում եմ դու կարայր փրշտայր եւ դրա համար վճարեիր 35,000-40,000 դրամ։ Ասում եմ դու ինչ ես արել։ Ուրեմն ես մի ամիս առաջ Բաղրամյան պողոտայում քշում եմ այսպես, կներես, շատ կարևոր բան, մարդը փրշտալիս, ով ուզում է լինի, մի քանի վայրկյանով փակում է աչքերը։ Արդեն པարզ էր։ Այո, բայց ով էլ ուզում է լինի, ոդկա տորմուզի չի անում։ Ցանկալի է։ Էլի խնդիր չեմ տեսնում, էլի բնությունը ճիշտ է եղել, բայց այդքան էլ չէ ինչ որ վերթույթների հատվածում ով է փրշտալու ցենց անում ես։ Ակնոցներ եմ, ակնոցս դրել եմ, որ լույսը չխանգարի, իբր ես շատ արդեն բան, ուշիմ վարորդ եմ, կանգնած եմ Դեմիրճան խաչմերուկում, մի հատ տղա է, այսպես հա հանգիստ մեքենա է։ Ես սենց փռշտում եմ, ու սենց կտոց է գալիս, ես թվում է քիթս է միջնապատն է, ինչ որ քիթը։ Ասում երևի միջնապատը խախտվեց տեղից, ու բայց իմ միջնապատից խիտ երկու հատ մեքենա այդ տղայի չնի։ Այդ որորների միջնապատի ցավից երկու հատ գժված տղայի չէ դեմի ավտոից։ Ու ես հասկանում եմ, չի, տղկացրել եմ։ Երկուսի։ Չէ, երկուսով իջան։ Իրան գալիս են, ես ուզում եմ հասկանամ։ Ինչ պետք է ասեմ։ Հոչեմ ասին գիտեք դեմ փռշտացի, լամասի լավա, չես լաց է ասում ես։ Ասեմ լավ, կասեմ որ հերախոսի զանգ եկավ, ես այդ պահին այդքանը ստեղծագործել եմ, այդ տղեն եկավ սենց արեց։ Ինչ, վայ, բարև ձեզ Դանա ջան, երևի նայում եք։ Ասեցի բարև ձեզ, ասեց մոտ ավարոնիներ միացրեք մեկն էլ չգա, ձեզ խփի, հա, իջավ, ասեց ես ոնց եղավ, ասեցի ճիշտն ասած ես ինձ զանգ եկավ, ես նայեցի բանալի, ես սաղ սխալ պատմեցի, տղեկ ջան, խափել եմ ձեզ, փռշտացել եմ։ Ու այդ տղան ասեց, վայ, եկեք, ասի, եկեք գնանք, էլի, անկեղծ միասին չէ, դուք ձեր ճամփով ես իմ, ուղղակի վաղը կխոսենք։ Այդպես պարզվեց, որ շատ թեթև բան էր եղել, ես ամեն փռշտալից 35,000 դրամ տալիս եմ։ Ընդհանրապես նույն մեքենայի հետ կապված Արամ Խաչատրյան փողոցը ֆիքսում ենք, չէ՞ բոլորը։ Ու մի հատ մեքենայի եմ խազում։ Ես երբեք չեմ ուզի ամուսնանամ այդ կերպ տղամարդու հետ, հենց կերպ, ոչ թե տեսակ։ Իջնում է ինչ-որ բալերինա։ Երևի անեն, նո, չգիտեմ ինչ կլիներ, չգիտեմ։ Բոլորս գիտենք։ Էմիլիա դե Ֆրամպեմիո, այդպես դեմքով մի տղամարդ, բայց հայ է։ Հայկական տղամարդու բան ունի։
կերպ։ Ինչ է եղել, հիմա պիտի նայենք, ասում եմ, ընկեր ջան, միանում եմ մեջ ռշտուն կերպարը, ասում եմ, ընկեր ջան, նայ։ Մինչև մենք նայում ենք ինչ եմ արել այս քո մեքենային, դու տեսնում ես, այս շարքը։ Վստահ եղի, իրանք մեզ ուշունց են տալու։ Լիքը, ավելի լավ է մենք քշենք։ Չէ, մի րոպե հələ։ Մի րոպե, լույսը։ Կես ժամ նայեցինք, հա։ Կես ժամ ես բոլորին ասում եմ, ես էլ ձեր, որովհետև դե հիմա չեմ կարող բացատրեմ, որ ապա մի հատ եկեք տեսեք ում հետ եմ առիթ ունենում շփվելու, որովհետև հիմա վայ։ Ուսենք, հիմա պինա մեքենայից հայլայթերան, ինչ որ կերպար է, ասում եմ գրկեմ իրան, ասեմ, ոդկդ քարին թող չգա, տղաս վերցրու պարկը քեզ, այդ պարկը տանը պետք կգա։ Ինչ ես անում այդքան ժամանակ, նայ գնանք։ Չէ, ասիրա։ Սաղ մեր ցեղին հիշել են, մինչև դու դե մեր Ուզում եմ հիշենք նաև այն հին ժամանակները, երբ կռում կար, ինչերն էինք այն ժամանակ, դե ասենք, նայ, ախր էլի դրանք դե եթերային պատմելու բաներ չեն էլի, մի քիչ խայտարակ վիճակներ շատ կան, ես տեսա քո վրա գրած է Թուփակը, ուրեմն դե այս արդեն մի քիչ իմ մասին է, թեթև էլի խայտարակ վիճակներից 2000 երևի 3-4 թվականն է, վարում ենք առավոտյան ծրագիրը հանրայինով, ես ու Ավետը։ Այն ժամանակ մեր լեզվամտածողության մեջ դեռ կային պինդ նստած տարբեր ռուսերեն բառեր, որոնք չէինք հասցրել փոխարինել։ Նո հետ սովետական կրթության արդյունքներ։ Ու դե ուղիղ եթեր է ու կներեք մեզ համար չէին աշխատում 10-ից ավելի խմբագիրներ, ինչ ունեինք մենք ենք ինտերնետ չկար ընդհանրապես։ Հիմա դա որ ասես էս երիտասարդ սերնդին զին չեն հասկանա կամ Չէ, Ջեյն հիմա։ Զիեք, չէ։ Զիեք։ Հա։ Բա մենք որ ենք։ Մենք միլենիալ ենք։ Դուք եք ես մենք մնենք, մենք medium ենք։ Դու B։ Ես B չեմ։ Ախր ջիել ասեմ պրոբլեմա, ես որը ասես, լսիր, հիմա բոլոր տարերը ընդհանրապես խնդրահարույց են, ավելի լավ է լրի, գործ չունեն։ Ինչևից է, հիմա ուղիղ եթերում ենք ու տվել են ինչ-որ մի քանի լրագրող նյութ են պատրաստել ու տվել են մեզ ուղակի գրեթե ձեռագրով գրած կամ տեքստ տպած, բայց այդ վատոտ։ Հայերեն է ամեն ինչը հայերեն է։ Բացառությամբ մի բառի։ Ու հիմա ես կարդում եմ ուղիղ եթերա ֆիքսում ենք։ Եվ չգիտեմ ինչ S2 խումբը յութունա դա։ Գրած է S հայերեն, կողքը 2։ Ես ինչ իմանամ, որ այդ S-ն անգլերեն յունա։ Ու ես կարդում եմ ուղիղ եթերում S2 խումբը։ Ու խորացանք, որ այս ամեն ինչը հայաֆիկացն է։ Հիմա այս Ավետի հետ արդեն մեռանք, ջրիկացենք։ Ինքն էլ այդ բանից, որ ամեն ինչ լավ է ուզում է, ինչ որ կերպ պարպել այդ իրավիճակը ցրել, փրկել տարածությունը, բա մի քիչ sense համ։ Ես այնքան ծիծաղեցի, այնքան շոկեցի, ես հիմա պատրաստ եմ հանելու իմ տաբատը։ Տաբատը շալվարն է։ Շալվարդ ինչ ես անում, եղբայրջան, եթե առավոտ կանուխ, քեզ ինչ եղավ։ Չհանեց։ Չի չհանեց ինքը տաբատը վիճակի հետերս հանել, որոշեց գրական էլի մտնի այդ պահինցերի, այդ տաբատի վրա եւս մեկ անգամ մեռանք։ Հիմա էլի առավոտվա ծրագիրն է, ինչ որ հյուրի մոտ միկրոֆոնային խնդիր ա եղել ու դե այսպես են, ոնց որ խոշոր պլաններ, միջին պլան եւ ընդհանուր պլան, որը հնարավորություն է տալիս ինչ որ տարբեր մանիպուլյացիաներ անելու։ Մեկ էլ այդ բան մենք հանրայինում ունեինք, երևի հիմա էլ դեռ կա, Մերուշ անունով հիանալի մի անձնավորություն, որը հյուրերին հրամայում էր, որ մոտենան իրեն, որ դնի այդ միկրոֆոնը ու մեջքից էր միայն ճանաչում, ավելի ճիշտ քիչ ներքև, որտեղ այդ էր տեսնում հիմնականում ու մեկ էլ խորանում էր, որ այդ միկրոֆոնները դե կպցնի Կգաս կպցնեմ, այսօր ջան կգաք կպցնեմ, Մերուժս այդպես ասում էր, հիմա ինչ-որ խնդիր է առաջացել հյուրի մոտ, Մերուժը պիտի գա ուղիղ եթերա չեն կարող հյուրին հանել, ներս բերել էլի, այսպես բաներ չկա մոնտաժ, Մերուժը որոշեց կմեռնեմ, Մերուժը որոշեց իմպրովիզ անել ուղիղ եթերում, գալ ու հյուրին օգնել թաքուն կպցնել, այդ թաքունը ուշադիր, Մերուժը անում է խոշոր պլանից արդեն անցում արած ընդհանուր պլանին, կիսապպզար, շալվարեն հայկական այն, որ ճիշտ տեղում բացված, գալիս է, սանջի փոխվեց, առաջին պլանում իր հայտնի դիրքով, վերջո, դե ահավոր ծիծաղելի է, մենք իսկ ինչ է կարծում, դուք այս հյուրը կակազում է, կմկմում է, կարծում, չգիտեմ, ծատը այնտեղ էր, կարծում կարող է հիշի,
այդ տիպի շատ ծիծաղելի պատմություններ ունենք։ Ուղիղ եթերում ավետի պատկերացնում կռունկում էլ լիքը ունենք, կռունկում լինում էր, դե չէինք հասցնում, ասենք թե 30-40 արտիստի պիտի ներկայացնես մի օրում, շատ դեպքերում արտիստին այդ պահին էին որոշում, թե հիմա ով պետք է ելույթ ունենա, ու մենք խոսում ենք եւ այս հիանալի արարողությունը բան, մեկ էլ տակից Քրիստիկ ունեն գալիս գորմեր, ասենք թե բան, հա գորմեր, ասենք Արամե ու մենք տակից եւ Արամեն այս պահի ելույթ։ Ասենք ես հիմա որ հիշում եմ, ինչ խայտարակ վիճակներից, ինչքան պատվով էինք դուրս գալիս։ Եվ դա ոչ թե ոչ պրոֆեսիոնալ ու անկազմակերպ վիճակներ, չէ, ուղղակի ժամանակներն էին ուրիշ, ու մենք չունեինք ռեսուրս։ Մի հոգին անում էր 180 գործ։ Բայց շատ ավելի մեծ սիրով։ Մեծ սիրով, մեծագույն շնորհակալությամբ, առանց հոգնելու, առավոտվա 4-ին մտնում էինք տուն խրխռալով հոգնած, մի ժամ գնում ենք առավոտվա ծրագիրը վարելու ու գնում էինք Աստված գիտի ոնց։ Ну մեքենան կար իհարկե, բայց բան էր տենց։ Ինչ ասեմ։ Պատմի քո հոգին խորն է։ Ուրեմն նոր տարվա գիշերը։ Ասում ենք որ ստենդափ ես գրեթե չէ։ Հա, կարանք ասենք հանգիստ։ Ասենք։ Ես երկար բողոքում էի Լիաննային իրենից եւ ընդհանրապես շատ խնդրում էի ոչ միայն ես, իր բոլոր մտերիմները, մեր ռուբոնցոն, բոլոր իրեն ճնշում էին, որ ինքը գրի ստենդափ եւ 3 ավարտել է։ Հա, վերջացրեցի, շատ դժվար էր։ Շնորհակալ եմ։ 1 2 3 4 5 տոմս արդեն վաճառել։ Հրաշալի։ Շատ դժվար էր, բայց հենց էտա որ վերնագիրը Նազի համար բացարձակ պարզ է։ Շատ չեմ հայոց կոմենկի գրել եմ Լիանա Վանոյան ծամիթքի։ Ծամիթքի։ Ալոենը ծամիթք է։ Հա, այդ կգան ալոենը կիմանան, ինչի, հենց ալոենը։ Ուրեմն իմ կյանքում, չգիտեմ, վերջին շրջանում վիրահատություններ շատ եղան, բայց ոչ մի վիրահատություն առանց բանով խնդրի չանցավ էլի պատմությամբ։ Ինձ որ գնում եմ ստամոքսի ռիզեկցիա վիրահատությունը, շատ հայտնի կլինիկայում ինձ որոշում են քնից անել, հետաքրքիր, հա, կրեատիվ շիկը այդ բուժքրոջ ընկերուհին էր։ Ես աչքերս մեկիս ամեռ պարկած եմ, ինձ ասում է Նազիկ, ասում եմ Աստված ջան, երևի քո արդեն մոտ եմ հասել, երևի հերթով կերպարներով ես մեղքեր ուզում դասավորես, որ Լիան ջան, այդ ինչ դաժան արտնացում է։ Ավելի վատ, Մարա ջան արտնաց, ասում եմ Աստված իմ քո սթաֆն է, ինչ որ Մարայի մեղքերը առանձին գրեք, ու ես sense հասկանում եմ, որ չէ, պիտի ուժ գտնեմ, բացեմ, դե բացում եմ աչքերս, այն ցայտակպուրի դեմքով մի հատ բուժկույր է։ Վայ Լիանա ջան, արդեն ասում եմ, Լիանան, չէ, ում կանչել եք, էտել եք հլա, Նազիկ, դուք չասիք Նազիկ, Մարա։ Եվ այդպես սենց արթնանում եմ բոքս կոչվածում, Աստվածին, դե ոչ եթերային է, բայց դե ինչ անեմ։ Իմ հենց դիմաց պարկած է մի տղա, որին վիրահատել են։ Հասկանում եք, մարմնի այն հատվածում է վիրահատությունը, որ հատվածը ես ընդհանրապես ոչ ուզել եմ տեսնել, ոչ ինձ հարցրել են։ Այսինքն ես աչքերս բացում եմ, աչքերս բացեմ, ու իմ նման մի անջատված, որովհետև իրան էլ երևի չգիտեմ ոնց անի հետ բերը, ես այդ տղայի դեմքին չեմ նայում։ Ես սենց նայում եմ ուզում հասկանում, դու ինչ ես արել, որ քո տեղն են վիր, ես լգոնե շատ էի ուտում անիմաստ, գիշերները իմ ստամոքսը կտրին, քո ինչն են կտրել։ Դու ինչ ես շատ արել։ Ճիշտ ասա։ Ես բնականաբար վիրահատության ընթացքում, դե հիմա հա, գրեք, բայց ինձ դա ինչ պատմություն է պատմելու համար։ Բոլորդ եք գնալու եք վիրահատության ու ձեզ ասելու եմ, որ պետք է ամբողջապես դուք չլուդ լինեք, նույն ինքը տկլոր։ Եվ այդ հագուստի մնացորդները դնում են ձեր կողքը, որովհետև ինչ-որ շլանգներով, չգիտեմ, ստեղից Գերմանիա բաներ են միացնում։ Հիմա բազա ջղը ես իմ համար բարկած եմ, տեսնում եմ, որ այդ տղու չինական սերվիզ բայց ինչի։ Ինչ իմանում իջացրի իրան, արդեն ինքը գիտես ինչ դեմքով էր պարկած, ոնց ես, գորած։ Այ որտեվ դե անջատված նոր նարկոզից արտնացած տղամարդ է, հիմա հոչեի ասի, մի հատ փակեք։ Ասել քուրջամ որ կանայ փակեի, իստե չէի պարկի։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ գիտես ես որ ստեյց դուրս կամ քո դեմքը չեմ իժելու։ Ու ավելի վատ է ստացվում, որ դեմքը չես իժելու, բան չես իժելու։ Ու ընդհանրապես որոշում եմ ոչ մի տեսակ դիալոգի մեջ չմտեմ, ասեմ ճարտնեք ոնց ես։ Որտեվ մոտավորապես այսպես մարտաբարկած ու ես իմ կտրած տամոքսով։ Ու ես առաջի բանը որ անում եմ որպես կին ուզում ինձ պաշտպանեմ։ Հիմա էլի ով էր արձակվեկով վրա որ գեի ուզում պաշտպան։
ու սենց տեսնեմ սաղ շորերս վրես է։ Այդ խալաթի թակից անկարտինձի ու գորմեմ։ Մորդեղայիմ ներքնա շորերը, բայց են անունով տերոցիկ։ Սաղջիկոս միշտ ռուսիկ կներեք լոնա ջան։ Ուրա, ասմա ումը, ասմեմ որ մեկինս է էլի։ Երդվում եմ որ մեկինս է լինի, կոնե իրանը։ Ես ուղիղ պարկած եմ, ես վտանգ չեմ ինքը։ Մի կերպ գնացին։ Հաջորդը խայտարակությունը իմ համար։ Մեզ տղայի ճակատագիրը իհարկե հետաքրքիր է։ Դե բայց բավականին լավ ճակատագիր ուներ բաց աուրա ուներ այդ տղեն։ Համենայն դեպս բավականին բաց աուրա էր, որովհետև մի 25 աշխատող մտավ, դուրս եկավ, տեսա բոքսում կային մարդիկ, ովքեր երևի երկարատև վատ վիճակից հետ էին գալիս տեսնում էին։ Հետ էին գնում։ Ես հետ չգնա, չէ, ես ուղղակի նայեցի, հասկացա, վայ, բացվածք է։ Այդքանով փակեցին։ Մամայս չպատմեց, վայ, պատմեցի մամայս, մամ։ Տեսել եմ, էլ չեմ մոռանա։ Չէ, ամեն դեպս։ Դե հիմա ինչ անենք։ Բաց ցուցահանդեսեր դրած էր մենք էլ նայում էինք։ Լիան ամեն պատմությունը մի երգ է։ Հա, իմն էլ ուղղակի տեսանելի վիրահատություն չէր։ Լապարասկոպիկ էր արված։ Հույս ունեմ այդ տղան չտեսավ։ Մի վարքան ջորս խմում եմ, հաջորդ ուժս է պատմում։ Մենք գնում ենք Արփա գյուղ նկարահանման, նկարվում է նոր տարվա կինո, Փիրուզի կերպար, այդտեղ իմ վրա ամեն ինչ դրված է։ Այսինքն ամեն ինչ դրված, ավելացված է, որպես պատկերացնենք, մենք նկարում ենք բաց տարածքում, որտեղ նույնիսկ լվացվելու, չգիտեմ, հնարավորություն չկա։ Ես պիտի գնամ ոնց որ վերջնականապես ինչ որ ունեմ անելու անեմ, փակվեմ, որովհետև դրանից հետո էլ հնարավոր չի անընդհատ բացել, փակել, ամեն ինչ կպցրած է վրաս, կրծքեր, նստատեղ։ Ես որ ասում եմ որտեղ կարող եմ գնալ, ասում են այնտեղ մի հաճելի կին կա գյուղից, թույլ է տվել, որ մենք օգտվենք իրանց զուգարանից, որը դրսում է։ Չասես։ Եվ այնտեղ մենակցում տարբեր տեսակի ճանճեր, մայր, միկրոֆլորան, աղտոտող, մակրող, ֆաունա, ամեն ինչ կա։ Ֆլորա եւ ֆաունա։ Այո։ Եվ ես այդ ընթացքում որ գնում եմ, դե արդեն ճարը հաճել, ասում եմ դե հիմա այ քեզ բան։ Ես գնում եմ իրանց գոմի դուռը բաց է, տենում եմ ոնց է իրանց կովը ծնում։ Բայց ես Փիրուզի շորերով եմ։ Այսինքն այդ թարթիչներով եմ, այդ եղունգներով եմ, այդ Louis Vuitton Versace-ներով եմ, այդ fake պայուսակով եմ։ Ու ես զգում եմ որ այդ կով, ախ, մամա ջան, դեմքով վրես անեմ, ասեմ, ու խիղճ կենթանի, ես քեզ չեմ կարող փրկել, բայց հիմա ես քո տիրոջը կասեմ։ Վատ իմաստով չէ, ուղղակի գնամ տիրոջը տեղյակա։ Ինչով է, տեղից այդ պետքարանից շեղվում եմ, գիտի, ես բարձրանում եմ այդ մարդկանց տուն, ես որ դուրը բացում եմ, այդ կինը տեսնում եմ այդ կերպը։ Իրան ինքը թքած ունի այնտեղ կովը ինչ ունեցավ, ինքն ասում է դու ով ես։ Ես մտածում եմ ամուսնու սիրուհին եմ, եկել եմ Ռուսաստանից ու ես 2 ժամ, հա, ասում եմ, չէ, ձեր կովը ծնում, ասում եմ կովը հեչ, դու ով ես, ասում եմ ես էլ եմ կով, լավ, օքեյ, ես չեմ ծնում, ես էլ եմ կով, բայց դու լա արի քո։ Ասում կինո ենք նկարում ու հասկանում եմ որ հիմա ախր կինո նկարում են 2 կիլոմետր հետո ասենք այդ կինը ու այդ կինոջ դեմքը ես Ես դեր մարդուն չեմ ճանաչում ասել։ Ես կինո ասացի, գիտես ինչ է հիշեցի։ Խաչագողի հիշատակարանն ենք նկարում Մարտունի գյուղում, Սևանի գյուղերից մեկն է, Մարտունիում ով չի եղել, շատ սիրուն ծառաշատ տեղեր կան, անտառաբան, դե սկզբում Խաչագողի հիշատակարանում իմ կերպարը նեն երիտասարդ նույնիսկ դերատի, պատանի գնչույա։ Բայց մենք սկսել էինք այն տեսարանից, երբ որ նեն ծերացել է արդեն, լրիվ կնճռոտվել է եւ պետք է պատմի իր հետ գլխի անցածը։ Ու գրիմ են արել, շատ եմ սիրում մեր գրիմյորնելին, շատ կարքին կին է, բայց այդ գրիմը մի քիչ ինչ-որ ուրիշ ձևի էր եղել, դե ինչ-որ այա։ Այսինքն մենակ իմ աչքերն էին մնացել, քիչ թե շատ իմ աչքերը, մնացած է ինչ-որ խառը բան էր դեմքիս, կպած, կնճիռներ։ Կնճիռել չէր, վատ բան էր ինչ-որ, տենց վատ բառով կարող ենք ասել հանգիստ։ Հագել է ինչ-որ կիսա տարազային, բայց այն հին, մաշված, իսկական, տենց տրեխներով, լրիվ վատ, այն որ գիտես ինչ տատ է, շատ չամիջ դառած, բայց անհամ ճմրթված տատերից է դառել։ Բայց տաղավարը նկարահանման այդ հրապարակը ահագին հեռու է այնտեղից, որտեղ ինձ գրիմ են արել։ Ոնց պիտի հասնեմ։ Մեքենայով։ Ես նստում եմ իմ մեքենան,
դե տատը։ Ահա մեքենա։ Ու ես գեղամիջով իմ եկամ քշում եմ, որ քշում եմ ջայլ տղաներ են, այդ յուղի տղերքը կարմիր երեսներով ջիգիտները կանգնած են, տեսնեն ջուր կասկածելի տատ, ղեկին շումախերություն ամ, ես էլ ուժանում եմ նկարանումից, ինչպես միշտ, չէ՞ որտե արագացրու հրաչ այնտեղ, արի կուկու ջան, արդեն սկսում եք ու ես ու այդ տատու դեմքով, ես որ մի վարքյան ինձ հայելու մեջ տեսա, ես ուղղակի պատկերը կողքից տեսա, այս մարտունեցի տատը տրեխներով, իսկական ու տարազով այդ ճմրթված չամիջ վատերեսով ես էլ հիվանդ տակությունը վրաս ինչ-որ sense համել բնական փսլիկներով ամեն ինչ վատա sense գնում եմ նկարանման հրապարակ այդ շատ հացիծաղելի պահեր մեկ էլ Չճանաչեցին բնականաբար Չէ, ոնց կճկի ես ինձ չէի ճանաչում ու մի էլի կտոր կար այսօրվա պես ձեր նկարահանման հրապարակից աշխարհի կտորները կան յուրահատուկ տարօրինակ ու ծիծաղելի երևի հիմա Խորոյի հետ նկարվում ենք ոչինչ չի մնա ֆիլմում առաջին ֆիլմն էր Հրաչի իր կյանքի երկար տարիների երազանքի առաջին հնարավորություններ ու դե հիմա այնպես ստացվեց որ շատ արագ ու դինամիկ նկարահանեցինք ու եկավ անպատրաստ էինք այդ բանը եկավ այն տեսարանը երբ որ կրքի սիրո տեսարան է ու այնպես չի որ դրա փորձառությունն ունենք ոչ ես ոչ Խորենը ընդհանրապես խայտարակ ամաչ կոտեմ ես Խորոն ինձնից առավել իդեպ բայց դե նկարահանման հրապարակում իրարով եք պաշտպանվում ու պաշտպանում իրար հիմա այսպես ես Խորոյին գրկել եմ քիպ կպել եմ իրան որտեվ իր մեջ եմ պաշտպանությունս ուզում գտնել դե մեջքի հատվածը պիտի նկարի Հրաչը Խորոյին ասում եմ ծածկի Սավանով ծածկի մենք ոչինչ չերեմ երջանկայի շատ տակ ապրեսիվներ Արթուր մեր տեսախցիկի վրա, որը ռելսերի վրա տեսախցիկն է, ու սենց գնում է, դանդաղ գնում է, ISB7 տաղավարում հավաքել են տարբերակ, ու Հրաչը, մարդ չկա, հանգիստ նկարվեք, ուկու ջան, մարդ չկա, որն է, բոլորը տեխնիկական ամբողջ անձնակազմը, ամբողջ մեկը լցվել է նայում իմ Խորոյի տկլոր տեսարան հազար ներողություն, ու խլապուշկան պիտի խփի, այդ աղջիկը երիտասարդ շատ լավ աղջիկ էր, շատ ամաչկոտ եկավ, առաջին մի 3-ը մի կերպ խփեց, 18-20 տեսարան 6 տլխ խփեց գնաց հիմա նորից դե դուբլեր ենք անում ինքն էլ է ամաչում ինքը խայտարակ եկավ տեսավ վերջնական այդ պատկերը ինձ ու Խորոյին սոսնձված որ տեսավ sense այս տեսարան գնաց նստեց չկարողացավ խլապուշկան ուրիշը եկավ արեց գնաց հիմա մի կերպ նկարվում ենք բանման ու դե ձայնը հետո ենք գրելու տանիրովկա ենք անելու բնականաբար ու քիչ թե շատ մեզ ուղղություն են ցույց տալիս ինչ անենք ոնց անենք բան ապրեսը դանդաղ լողում է այդ ռելսերի վրա մեկ էլ sense ձեն եմ լսում ապրեսից ողորմածիկը ամպլես ապենք մի քիչ բան ուներ լեզվի արած ռնլե էր ասում անտիլա խոլ ահա մի քիչ ձախը տարա որ դե կադրով երևա էլի դեմքի արտահայտությունը բան Խորոյի դեմքը երևա իմ ասենք չգիտեմ մեջքը մեկ էլ sense ապլես լավ նազ մի հատ պատը ճմլի այդ պատը ճմլիի վրա ինքան ներվայնացա ստոպ կլինի ձեր սեքսուալ ֆանտազիան ուրիշտեղ իրագործեք ինչա նշանակում պատը ճմլի սա ընդհանրապես գեղարվեստական գործ է ոչ թե բուն գործողություն մի րոպե մի անգամ օրինակ Յուրմլայում նոր ալիքի մանկական տարբերակներ մանուկների նոր ալիքը մենք իմ սիրելի Նադեժդա Սարգսյանի հետ այնտեղ ենք ում անունը տալիս եմ մահացել եմ ես էլ մի բան չի Բայց Նադիայի հետ պատկերացնում եմ ինչ Նադյան հանճարեղ կին էր օրեր է Բարիս բոլոր իմաստներով հանճարեղ Նադյան սիրտ էր թոքեր կյանքեր էներգիա էր գործ էր չէր հոգնում այդ մարդը Նադյան շատ էի սիրում նրան իմ ավակ ընկերներ չնայած բոլորիցս երիտասարդ էր վերջը Յուրմլայում մի օր ունեինք ազատ ու ես այդ մի օրը դե արևը կա այն վատ քարերով ափը կա գալկաներով արագ գնացի ինձ տվեցի արևին մենք ոնց ենք չէ հայերը գնում են արագ ծովեն ես այդպես փռվել եմ այդ քարերին ինձ մի կերպ հետ եմ բերել մեկ էլ երկու շատ գեղեցկադեմ իտալացի չգիտեմ ոնց էին մոլորվել որ հասել են Յուրմլա ասենց դանդաղ մի տեսակ մեղեդային քայլերով մոտեցան ինձ ես ասի էտա վերջ ահա իմ աստեղային ժամը բախտը հով չի բացվում մոտեցան չաո բելա ճտտա երկու բառ իտալերեն ասի je ne parle français ու անցա անգլերեն երկու տար լսի ուզում էի խոսել որ հասկանամ Էրիկը Երկիչ Էրիկա արագ չգիտեմ որտեղից հայտնեց գիտես sense դեսանտ իջավ արագ իջավ sense այդ she is my wifi wife
Արագության մեջ կրկնակի ասած, թե չէ Էրիկը հիանալի անգլերեն գիտի, արագ հետո she's my wife բան, ասենց նայեցի ասի, ահա, այսպես սուտ ասելով մարդիկ տանն են մնում։ Դա իա, Ոյ Էրիկ, Էրոս, հա, պաշտպանում էր ինձ։ Չգիտենք ումից։ Գեղեցկա դե իտալացի։ Գեղեցկա դե երկու Իտալացիներից կարիքար որ պաշտպանվեին։ Հա, պաշտպանեց ու գնաց։ Էս ինչ էր։ Տենց։ Ստոպ չեղանք, չէ։ Այն նման դեպքերի համար են պետք իտար սոլարի արևային մարտկոցները, նույնին ակումուլյատորները, որոնց շնորհիվ նման տատանումների մասին չեք էլ իմանա, իսկ հոսանքազրկումների մասին ուղղակի ծանոթություն կստանաք, եթե ունեք հատուկ հավելված։ Նման պահերին դուք կանցնեք կուտակված էներգիայի օգտագործմանը։ Իդեպ 10 կՎտ հզորությամբ արևային կայանը 5 կՎտ հզորությամբ կուտակիչի հետ միասին կարող եք ձեռք բերել անհավանական գնով։ Մանրամասների համար զանգահարեք 8128 հեռախոսահամարով եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Ինչ բան է պատմի։ Դե ուսող բան են։ Պոշլի են, ասում եմ, այդ բառը Ձեր պոշլիները Չէ, այդքան բաբոշլիը չենք պատմել։ Չէ, ավելի Լավ էլի մամե ջան։ հասիբով պատմենք։ Մանևրեմն բանում ենք, Բրյուսելում ենք, բարեգործական համերգի տարիներ առաջվա բան եմ պատմում։ Էլի առանձին տարբեր տեսենյակներում ենք, Վարդանը Բադալյան, որը հիմնական հերոսներից է, դրա մեջ չեմ կարող Վարդանի պատմություն։ Վարդանը հանճարեղ հումորով տղա է, շատ էլեգանտ ու լավ հումոր ունի։ Այն որ Վարդանին տեսել եմ, ասում եմ, ինձ է լուրջ չեն ընդունում, որ մտնում եմ, ասում են անեկդոտ պատմի։ Անեկդոտ չէ, Վարդանը հումոր ունի ու ախր իր հումորը նաև սիտուատիվ է, այնքան լավ է այդ ակումուլացնում եղած վիճակը։ Մնում էր Դավիթ Ամալյանի հետ։ Տարբեր մարդ։ Դավթի համար գժվում եմ, դա շշմելու մարդ է Դավիթը, ու շատ լավատես ու շատ դրական բան, բայց պարզեց գիշերները խռացնում եմ։ Դե հիմա մենք ինչ իմանանք։ Վարդանել նույն սենյակում, Վարդանել դե երևի լուր բան, ու շատ դիսցիպլինար, առավոտվա 5-ին դուրս էր գալիս։ Մեզ էլ տարել էին Բրյուսելի, գիտես, որ տենց հյուսիս արևելքում համարյա հյուսիսային բևեռ էինք ասել, այնտեղ ոչինչ չկար, մենակ մեր հյուրանոցը ու ոչինչ։ Ու Վարդան առավոտվա 5-ից չքնած արթնանում էր, ինչ պիտի անի։ Գնում էր, վազում էր, էլի էր վազում, հետո էլի էր վազում, էլ անելիք չուներ։ Մի օր եկավ ջղանացած առավոտվա արդեն 6-ի 7-ի կողմերը մեր դուրը ծեծեց, ասեց երեխի ջան, եկեք գոնե շփվենք, արդեն մեռնում եմ ձանձրից, չգիտեմ ինչ անեմ։ Ասենք ինչ ա եղել։ Ասում եմ դավոն նենց ա խռացնում։ Wi-Fi-ից չեմ կարողանում օգտվել, Wi-Fi-ը կտրտում։ Այդ միած շարք սկսեց։ Իմ հետ խմած մարդկանց հետ կապված պատմություն կա։ Ահա։ Ուզում եմ խմբագրել, գտնել ամենա։ Որ ես շատ տխուր, լացակումած նոր տարվա գիշերը 2 տարի առաջ այդպես գնացել եմ հաց առնեմ խանութից։ Նոր տարվա գիշերը։ Ինչ 31-ի գիշերը, շատ տխուր եմ էլի։ Արդեն ես տխուր է, Ես նոր տարվա գիշերը։ Մենակ, ինչ որ հաց պիտի սարքեմ տան, բա ոչինչ չեմ առել, որոշել եմ որ ոչ։ Դե հիմարացել եմ։ Սենց լավաշ եմ գնում, մեկ է բարի բուն իմաստով աչքս ընկնում ա որ շոկոլադների վրա մի հատ պարկած տղամարդ ինձ անայում ու սենց ամ մարրա Վայ մամա ջան։ Լյան ինչ տարբեր է քո կոնտինգենտը։ ասում եմ լավ դե ոչինչ Մարա։ մարրա օքեյ մարրա Արդեն ձայնարկություններ ես հասկանում եմ որ այս մարդը բան է հենց հիմա գալիս է վայրը չկկաթարի կամ իմ լավաշի վրա կամ ավելի վատ հենց իմ սենց ու ես գովազդա բայց ոչինչ ես հասկանում որ կինդեր ձվերի վրա ինչ որ մի հատ այսպես ընկած տղամարդ է որ ուզում է հելնի դրա վրա այ մենք սաղ գիշերը կանգասեց սաղ գիշերը ու ես ասում եմ ոստված ինչի է պատմում ինչ պիտի կա քեզ ենք նայում ասում եմ Ասում եմ պատմությունն է որ դու ձեր կնոջ այդ գիշերը ամբողջ գիշերը ինձ եք նա ոնց է ես հասկանում եմ որ չէ իրական նաև ուզում եմ ասեմ որ շատ հաճախ մարդկանց թվում է որ եթե մեզ ճանաչում են իրանք մենք իրանց չենք ճանաչում այսինքն ինքը օտար տղամարդ է Հա բայց իրան թվում է որ դու կադրից դուրս տեսել ես որ ինքը կնոջ հետ քեզ նայել է Ահա եղել է տենց նստել եմ տաքսի տաքսիստը պատտվել է ուղակի ոչ բարը ոչ հաջողություն պատտվել ասել եմ մի հատ իրար է տարակ գնում ենք մեր տուն կնիկս քեզ տեսնի մեռնում անգամ հետո քուրը շարն ու ես ուզում եմ միշտ քեզ պատմել եմ չէ այդ արագ կազմակերպող տղամարդկանց մասին որ մի հատ երբ որ դու նայում ես իրանց կենսագրությանը անկեղծ ասած իրանք սենց են ապրում
Մինչև ապեդե։ Բայց գնացիր տուն։ Չէ, բայց հենց հարցնում է հերթը, որ իրանց բանա պետք, իրանք դառնում են բանը Հյուսիսային Կորեայի նախագահը տեսին ճարագության տակոցին, կողոքի ստոճի։ Ինքը շատ արագ, հիմա տանեմ ես կնիկս տենում եմ մեռնում, այսինքն ես չեմ ուզում կամ ձեր տուն կնիկը ինձ տեսնի մեռնի։ Ես ո գուշ չեմ, վատ լուրջ եմ, բոտ չեմ տանես ինձ տուն ձեր կինը։ Ասենք թե ես անինչ եմ, որ ինքը ինձ տեսնի ու նոր մեռնի։ Աշխարհում ամենասիրելի երգը։ Նայր, ամենասիրածը չէ, բայց ամենահիշողություններով լեցուն երգը ինձ համար Hotel California-ն է, որտեղ իմ կյանքում ինքը եղել է հինեմ ես։ Չէ։ Քոններ է։ Էլ է, 30-ամյակը հենց իրատականցել։ Հա, Hotel California-ն իմ մանկության են ու այդ շարքը Scorpions, Michel Mabel-ը Beatles-ի, այսինքն էս հիմա միջից շուշոն զարնեց։ Չէ, նկատի ունեմ մեր սերնդի հիմնական երգերը, նույն Jackson-ի Earth Song-ը, այդ մի հատ յուրահատուկ շարք էր երգերի, որոնք քեզ վերցնում էին ու թռցնում էին, բոլոր ժամանակների երգեր են։ Հա, ու Hotel California-ն միակ երգն է, որը որևէ cover-ով շաբաթվա մեջ, հա, 4-5 անգամ լսում եմ։ Այս Sting-ի Shape of My Heart-ը, ուսում աշխարհի Ray cover-ը Charles անեն։ Say No More, միշտ։ Ապրես կամ Fragile-ը, այսինքն դրանք երգեր են, որոնք cover-ի իրավունք էլ չունեն, էլի։ Սիրելի ֆիլմ։ Օ։ Կամ ֆիլմեր։ Ոչ իմ խաղացած, չէ։ Եթե կա քո խաղացածների մեջ ամեն։ Ես ինձ տանել չեմ կարողանում իմ խաղացած ֆիլմերում, բայց ես շատ սիրում եմ Սպանված աղավնին, ոչ թե որովհետև ես կամ մեջ է, նորից ինձ տանել չեմ կարողանում, այլ այդ ֆիլմը փոխեց շատ մարդու մեջ շատ բան, փոխեց մտածողություն, նաև այն դերասանների մեջ փոխեց, որոնք խաղում էին, որովհետև միակողմանի մեղադրել կնոջը որևէ հարցում մեղմ ասած ճիշտ չի։ Հաստատ։ Եվ այն ժամանակվա բարքերով հանդերձ անգամ Սարան ուներ միայն մի ցանկություն՝ լինել սիրված եւ սիրել, եւ որ իր հետ ազնվորեն վարված լինեին, ոչ թե խափեին ու թռնեին։ Այդքան։ Այսինքն ինքը մտածողություն փոխող ֆիլմեր, դրա համար ես սիրում եմ։ Թե չէ շատ ուրիշ հիմա բոլոր ֆիլմերն էլ սիրում եմ հայկական արտադրության, միայն նրա համար, որ նրանք քիչ թե շատ ձևավորում են հայկական ֆիլմ արտադրություն։ Համաշխարհային ֆիլմերից ահավոր եմ սիրում Knocking on Heaven's Door-ը, որովհետև մանավանդ վերջում, երբ որ պատկերում է Մայրամուտի տեսարանը ու ասում է քեզ գնա երազանքիդ հետևից, այդ ֆիլմում այդ երկու մահացու հիվանդի պատմությունն ու իրենց կյանքի նկատմամբ քաղցրությունը ու վերջի նովելային ավարտը ու գեղեցկությունը նկարած նույն տիպի էր Լեոն էլի սիրուն սայրի վրա նկարած, այսինքն եթե հիմա այդ ֆիլմը նկարեին 82 թվականին են կարծեմ նկարել, շատ ուրիշ տեղ կարող է տանել, իսկ այն ժամանակ դա լրիվ ուրիշ ֆիլմ էր։ Ռեքվիեմ по мечте չգիտեմ ոնց է թարգմանվում, շատ եմ սիրում, շատ խորն է, մինչև հիմա նայում, երբ 4-5 անգամ նայել եմ, դե ու չգիտեմ Ինտերստելլարը կամ Ավիատորը չեմ հասկանում, երկուսն էլ սիրում եմ։ Երկուսն է ասում։ Հա, սիրում եմ Դիկաբրոին, ընդհանրապես սկսենք դեղից։ Այդ crush-ի պահն է։ Crush-ի պահն է։ Չէ, вообще crush ունեմ, ուրիշ crush-ա, դու գիտես ով է, բայց սիրում եմ Ինտերստելլարը, հա, ու մեկը Չէ, crush-ով է ես որ գիտեմ։ Պապին։ Ալ Պաչինոն։ Հա, որ ուզում եմ ասել որ մեկը։ Պապին Տված են։ Բայց առաջին crush-ը չի։ Երբ որ հասկացել եմ crush-ը ինչ է, այդ ժամանակվանից արդեն crush-ը սարել է։ Այն ժամանակ crush ունեի, չգիտեի crush։ 14 տարեկանում։ Սափիջը դեռ չէր։ Ունկերս Mazda-ի նշան շատ է հասկանում crush-ն ինչա։ Celebrity crush-ին կհասնենք, մի հատ սերիալն էլ իմանանք, որն է ձեր ամենասիրելի սերիալը։ Ամենասիրելի բառը կբացառեմ, բայց կասեմ վերջին սեզոնը նայեցի Black Mirror-ի։ Դե վախենալու է, բայց շատ իրական։ Շատ էսօր բան։ Իրականա որ առաջին սեզոններից մի քանի սերիա արդեն իրականություն է։ Իսկապես, ու վախենալու է, բայց ես վերջինները եթե նայել ես, սարսափ է։ Ու ես նայում եմ, որպեսզի էլի ինքս ինձ չխափեմ, իբր մենք ապրում ենք ուրիշ աշխարհում։ Հստակ։ Ես չեմ նայում, ինչ էլ որ նայել եմ, շատ եմ սիրում Dracois։ Ոնց է դրա անունը։ Ինչ է։ Game of Thrones։ Շատ եմ սիրում Ում է սիրում, այն միջնակին թե մեծին։ Դայներիսն եմ սիրում։ Դինոզավրերը։ Ես սիրում եմ Դայներիսին, մայրիկիս։ Մայրիկին։ Չէ, իրանց եմ սիրում, մեկ է Ստարկերից մի քանի հոգի կար դե, հիմա չեմ էլ ուզում ասեմ, որ չանձնավոր են իրենք իրենց մեջ, հա։ Իրենք իրենց մեջ։ Հա, չէ։ Չմեծամտան։
ես երբևիցե կինոման չեմ եղել։ Ես չգիտեմ ես ինչա։ Նույնիսկ մասնագիտությամբ։ Ես Գարի Պոտերն եմ սիրում շատ։ Ես չեմ նայել, ինքն եմ ամաչում։ Ես մի օր թեթև ժամադրություն ճուշացա Գարի Պոտերից։ Նայում էի ուշադրում։ Սիրելի հայ երգիչ։ Դժվար հարց է, բայց կարող եք առանձնացնել մեկին։ Նայ, շատ կան։ Հա, դժվար է։ Շատ չկան, այսինքն ովքեր որ կան, հստակ գիտեմ, որ սիրում եմ, բայց երևի կառանձնացնեմ ամեն ինչ շատ Հայկոին։ Ես շատ Հայկո եմ սիրում։ Ու ես սիրում էի Հայկոին լսել, երբ դեռ շատ փոքր էի, հետո երբ որ առաջին անգամ եկավ մեր տուն ու քույրիկիս հետ էին ծանոթներ ու մտերիմներ ծանոթացա, առավել սիրեցի, նաև անմիջական շփումից հետո ահա որ սիրում էի Հայկոյի դասական ու էստրադային երգեցողության այդ միքսը յուրահատուկ ու շատ սիրում եմ նրա բոլոր երգերը, որոնք առ այսօր իմ մեքենայի մեջ ամենից շատ հնչել է Հայկո։ Ամենից շատ։ Արա Մարտիրոսյան։ Արոս։ Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կդնեմ այդ երգերը ու կփորձեմ հասկանալ ինչի հենց այս տեմպերամենտով։ Ու հետո հասկացա, որ շատ ջերմ բան կա, հետո տխրություն կա, հետո էներգիա, լիան, անհավանական էներգիա ուներ։ Շատ եմ սիրում։ Կարծում եմ, որ այս աշխարհում թե այն աշխարհում այդ սերը իրենց պետք է ու սիրում եմ ու միշտ ինձ հետ հեռախոսից մեջ մեքենայի մեջ Կարևոր է շարունակել լսել։ Սիրելի հայ երգչուհի։ Ես Էլվինա Մակարյանն եմ շատ սիրում։ Եվ ասեմ ինչու, ես ցավում եմ, որ նա ծնվեց հայկական իրականության մեջ, առանց նսեմացնելու մեր իրականությունը, բայց նա կարող էր լինել Ջենիս Ջոպլին, եթե ծնվեր ուրիշ իրականության մեջ։ Տաթևիկ Հովհաննիսյան ձյունը լսում եմ հոկտեմբեր 2-ին լսեմ ինձ համար հրաշքա կատարվում, հունվար 2-ին լսեմ հրաշքա կատարվում։ Միշտ շատ եմ սիրում։ Եկավ հարցը։ Առաջին celebrity crush-ը։ Առաջինը չգիտեմ որն էր։ Առաջինը Արամն է, իմ հայրն է։ Չկամ ես։ Էլ վերջ ասաց ամեն ինչ։ Բրեդ Պիտ։ Առաջինը, Դե հիմա այդ եմ հիշում, կարող այն ժամանակ արդեն ես առաջին երևի Բրեդ Պիտն էր, բայց չեմ հիշում հենց առաջիններ։ Ես այդ սովորությունը չունեմ վերացական մարդկանցով տարվելու, չէ, երբեք։ Ոչ էլ երգչային եմ այդպես, ոչ ես պիտի իրական շոշափելի crush ունենամ։ Ես ուղղակի սիրում եմ, գիտեմ որ անշառ է, էլի։ Պապիկ է արդեն դրա համար արկային։ Պապիկ են դա։ Ալպաչինոն, էլի։ Հա, Ալպաչինոն եմ սիրում։ Ընդհանրապես իր բոլոր մոդիֆիկացիաները ինձ համար ընդունելի է։ Ամենաշատը որտեղ ես սիրում։ Որտեղ։ Դե, որտեղ է արմար որ ավելի շատ։ Արա ղեմ ես մարդու մասի խոսած, այդքան հույզիվում։ Այն մայրամուտին իրա։ Ասեմ, մայրամուտ չի, դա թրիչկի մեջ է հիմա, գնում է բան։ Դու իրան ամենաշատը սիրում ես, մանավանդ Կրյոսնե Ածեցում, Մայքլ կնքա հայրը ֆիլմում, տակից մի հատ անթարթ հայացք ունի, որ նայել է քեզ ու դու հալվել ես։ Ես հալվել եմ ո՞րն ես վադացել եմ հրաճանից նույնիսկ տալ են իվանդանց իմ կյանքը չեն կարողացա փրկեն։ Բայց հա անկեղծ ես վստահ եմ որ դու նայում ես Ալպ Փեշի քարը շբլդի արի Գյումրիում քեզ մենք կարող ենք փախնել կողքի գյուղեր եւ ապրել ազատ Դե բայց դե հիմա ինչ Իսկ հիմա հիմա չունեմ ոչ մեկը հակավից ասում է։ ինչև է հետները։ Չէ ես մինչև հիմա սիրում եմ սիրել եմ հետ մահու նաեւ որովհետեւ այնց չի որ հիմա որ ինքը կա ինձ վնաս է տալիս չի լինի ալի կսիր որ խնդիր եմ առաջացնում հիմա Հեռախոսները խնդրեցի ձեզ մոտ պահեք, որ հարցնեմ ինչ եք վերջինը փնտրել Google-ում։ Google-ով Հետաքրքիր է ինչ եք փնտրում Google-ում։ Խնալու բան է։ Ես իմ բանկի հեռախոսահամարը որ զանգեմ եւ մի փոքր գորգրամ եւ ինչ որ բրենդային խանութի էջա Չէ, ես դա չեմ բաներ ես նայում։ հագնում։ Բանաստեղծություններ եմ նայել վերջին անգամ, որովհետեւ պատրաստվում եմ բանաստեղծական երեկոյս։ Ուզում եմ նոր բան անել, այո, հրաշալի գործեր ենք մի ընտրում։ նոր խաղ պատրաստել ձեզ համար, բայց մինչ այդ եւս երկու հարց եւ վերջ։ Ինչ եք փնտրել վերջինը YouTube-ում։ Քո հաղորդումը։ Հա, Ես չեմ փնտրել, գտել եմ արագ լինքերը ունեի, տլապարեցի եկավ ու նայել եմ Արսենի եւ Արամ Էմպետրիինը, որպեսզի ձևաչափը հասկանամ, որովհետեւ նայել էի
մեծագույն հաճույքով նայել էի Ավետի ու Սաֆարի եթերը։ Ծիծաղել եմ սկզբից մինչև վերջ։ Հա, ես Համով էին, շատ համով էին։ Շատ։ Իրենց այդ crush-երով բան Ավետի որ Սաֆարին ասած ունես այդքան ռիսկ ասում է, ալը Պուգաչովային սիրես։ Շատ լավներ, շատ լավներ։ Ես հասկանում եմ, ինչ խնդիր ունեմ, Աստված ինձ նշան տուր։ Ես բան ժիրաֆների մասին հաղորդում եմ նա Animal Planet-ում։ Ինչ էիր փնտրում ժիրաֆների։ Ասում եմ անկեղծ հասկանում, թե իմ կյանքի լոգիկան, հա։ Անկեղծ ես գիշերը նայել եմ կենտանիների աշխարհով ընձուղների մասին հաղորդում։ Ես դու մա ուղղակի իդենտիկ ինչ-որ կապ ունեմ, այտենց նայում եմ։ Հա, չէ, անկեղծ չգիտեմ, պատասխան չունեմ։ Հա, չունես։ Եվ Իսկապես։ էմոջիներ օգտագործում եք։ Այո, իհարկե։ Որն է ամենաշատ օգտագործվող էմոջին ձեր կողմից։ Մեկ face palm եմ, ասում տապ Աստված իմ, մեկ էլ մանուշակագույն սիրտ։ Իմ մոդել այն սրտի իսկական սիրտն է, ոչ թե սրտի կարի սիրտը։ Օրգանիկ։ Էս մեկ է ծիծաղ եւ ուրախություն։ Բայց հաճախ դրանք ուղարկելուց այս դեմքում ունեմ։ Ես վերջերս ինչ որ անհասկանալի սիրտ է իմ էմոջիների մեջ հայտնվել։ Սիրտ է ու կոթով։ Հասկանալի։ Կոթով, այսինքն Պոչիկ ունի։ բայց հա Չգիտեմ ոնց, ինչերև ինչ որ ուրիշ տեղից այլ սիրտ է, էլի, другое։ Նշան է, անցնում ենք առաջ ու հատուկ խաղ մեր հյուրերի համար։ Իտալ Սոլար, ժամանակն է ստանալ ավելին։ Քանի որ Նազանի շուտով ունենալու է ասմունքի երեկո։ Այո։ Լեանդա, դու պետք է միանաս։ Ես սիրով։ Մենք առանձնացրել ենք ձեզ համար յուրաքանչյուրիդ հայտնի երգից հատված, Որը պիտի ասում որը եք։ պետք է ասմունք եք։ Ես կսպանեմ, եթե դա լինի են, ինչ ես հենց հիմա մտածեցի։ Չէ, այդ Լավ։ Չէ, Բայց ինչ իմացամ նա ինչ։ որտեվ գիտենք, է։ երեկոից առաջ ձեզ տալիս են այս խոսքերը եւ դուք պետք է շատ հուզմունքով եւ հուզելով հանդիսատեսին ընթերցեք։ Դե հերիք է այդ քո նազով խելքը իմ տանես։ Երեխու պես հերիք է չեմ ու չում անես։ Այդ քո սիրուն սևաչերս յանս տարելա, հոգիս հանել աշխարհս հանելա։ Հիսուս։ Իմն է նա, իմ խելքինա։ Գիշեր թե առավոտ նա իմ մտքինա, նա իմ լավն ու բարինա, իմ կյանքն իր ձեռքինա։ Նա իմնա։ Իմ սիրելինը։ Բրավո։ Բրավո։ Սենց չգի։ Ուզվեցինք։ Նազ։ Ինչ ուզիչ է։ Գիտես լազում հեկեկում եմ։ Ու էլի իմ սենյակում սուտ խոսքերի արանքում էլի մենակ կարոտին չկա բուժում դրանից եմ ես տուժում դրանից եմ ես տուժում դրանից եմ ես տուժում էլի մենակ դու երթվեցիր խորանում Ախր ինչ եմ խորանում, անցիր գնա, մեղքը քո, թող քո խղճին էլ հենց մնա։ Այժմ խաղալու ենք թե, բայց մինչ կսկսենք խաղը, հիշեցնեմ, որ հենց այնպես հաղորդման գործընկերն է Skyline թաղամասը, որը գտնվում է Բաղրամյան Օրբելի խաչմերուկում, այնտեղ լինելու 2 հեկտար կանաչ տարածք, լինելու է rooftop լողավազան, այնտեղ կարող ես արևայրույթ ընդունել, լինելու է սպա, լավագույն մարզասրահ, մանկապարտեզ, ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, սքվոշի խաղադաշտեր, մի խոսքով այն ամենն, ինչ պետք է երջանիկ լինելու համար։ Skyline ավելի նորարար, քան կարող եք պատկերացնել։ Նազենի։ Դավայ։ Այս անգամ դու ես ընտրում խաղընկերոջդ։ Հալելույա։ Ում կընտրես։ Տիգրան Ներսիսյան թե Արմեն Մարգարյան։ Ինչ ֆիլմ է։ Եկեք որոշենք, Լիանա դու ասա, ինչ ֆիլմ է։ Նայր, Արմենը Մարգարյանը Ամերիկայում է, օբյեկտիվորեն Տիգրանը այստեղ է։ Ասում է Մոտիկ։ Մոտիկ Տիգրան Ներսիսյան։ Տիգրան Ներսիսյան թե Արտուր Մանուկյան։ Արթուր Մանուկյան։ Արտուր Մանուկյան թե Սամվել Թոփալյան։ Թոփալյան։
Սամվել Թոփալյան, թե Ներսես Ավետիսյան։ Ներսես Ավետիսյան։ Ներսես Ավետիսյան, թե Բաբկեն Չոբանյան։ Բաբկեն Չոբանյան։ Բաբկեն Չոբանյան, թե Սոս Ջանիբեկյան։ Ինչ ֆիլմ է։ Մելոդրամա։ Այդ թեման հետաքրքիր։ Մելոդրամա։ Սոսի հետ չեմ խաղացել հանած անհայտ բաժանորդը ֆիլմը, մնացած տեղերում չեն խաղացել։ Հա, Սոս Ջանիբեկյան։ Սոս Ջանիբեկյան, թե Արսեն Գրիգորյան խոճոճ։ Միանշանակ Արսեն Գրիգորյան, միանշանակ Սոս Ջանիբեկյան է։ Միանշանակ Արսեն Գրիգորյան։ Արսեն Գրիգորյան, թե Ռուբեն Մուրադյան։ Ինչ ֆիլմեր։ Մելոդրամա։ Okay, Չէ, Արսեն թող մնա, որ նայեմ ես։ Արսենը ուզում եմ մնա, ուղղակի Ռուբենի հետ էլ էլի սիրով կխաղայի, բայց Արսեն Գրիգորյան։ Արսեն Որ Գրիգորյան։ Օսկարը ստանանք էլի միասին դրա համար։ Արսեն Գրիգորյան, թե Հրաչյա Հարությունյան։ Բայ Հրաչին շատ եմ կարոտել։ Հրաչյա Հարությունյան։ Հրաչյա Հարությունյան, թե Լևոն Հարությունյան։ Ինչ ֆիլմեր։ Հիմա փոխվեց։ Լով, Հարությունյան լով, Լևոն Հարություն, էլ մարդ կա։ Վերջինը լավ կա, մարդ կար, դե ինքը ասացի։ կա։ Ով։ Խորենը։ Ով։ Լևոն Հարությունյան, թե Խորեն Լևոնյան։ Լովից հետ խաղացի, լովից հետո Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյանը Այո, բոլորը հաղթեց։ հետ ուզում եմ խաղալ։ Լավ, Լիանայի հարցը այլ է։ Նրանցից մեկին պետք է վստահես քո հարսանիքը կազմակերպել։ Սկսած գեստի ընտրությունից մինչև երգերի հաջորդականություն։ Ում կընտրես՝ Վիկա Մարտիրոսյան, թե Ալա Լևոնյան։ Ալան քեզ էր ընտրել։ Մատուցում արա։ Չէ, Ալա Լևոնյանին հյուր կկանչեմ սիրով, բայց կտամ որ Վիկան կազմակերպի, որ պարել իմանամ չելը մգդամ միտա։ Վիկա Մարտիրոսյան, թե Անդրե։ Վիկա Մարտիրոսյան։ Վիկա Մարտիրոսյան, թե Մարիամ Ալեքսանյան։ Չէ, ինքը խմի հյուր ալնելու թող խմի ուրախանա։ Վիկա Մարտիրոսյան, թե Սարո Թովմասյան։ Որ ուրախանցնի երևի Թանկ կնստի։ Սարոն։ Չէ, անվճար են օգնում բոլորը։ Հա, Չէ, ոչ թե Սարոն, այլ Սարոյի կազմակերպածը նյութերը Հա, ոչինչ, թող լինի Սարոն։ Սարո Թովմասյան, թե Ավետ Բարսեղյան։ Ավետ Բարսեղյան միանշանակ։ Ավետ Բարսեղյան, թե Նազանի Հովանեսյան։ մտածիր, արտաշնչիր, խաղաղվիր, զգա, նոր ասա։ Չէ, հաստատ Նազանի Հովանեսյան, որովհետև ասաղ ինձանից լավ գիտի։ Նազանի Հովանեսյան, թե Ռաֆայել Երանոսյան։ Նազանի Հովանեսյան։ Նազանի Հովանեսյան, թե Սոֆի Մխեյան։ Նազանի Հովանեսյան, Սոֆին պալուբոմը գալու է ու ինձ Օգնելու։ ընթացքում օգնելու է, բայց ավելի լավ որ Նազանին ամեն ջան, թե ես ու Սոֆին էլ այդ հարսանիքից դուրս կգանք։ Եվ վերջին հարցը՝ Նազանի, թե Իվետ Ամուկուչյան։ Չէ, Նազանի Հովանեսյան, որովհետև Իվետ Ամուկուչյան երգելու այդ օրը։ Այո, Բալբաբարելու։ Նազանի Ավետը մենակ։ ես քո տեղը լինեի Սոֆին կասեի, որովհետև հիանալի է կազմակերպում։ Ինքը հրաշալի կկազմակերպի, բայց երբ որ ինքը լինի իմ կողքը ինձ ուղղություն ցույց կտա, սխալ չեմ անի եւ կմնամ ողջ իմ հարսանիքի վերջում, որովհետև գիտենք որ բացարձակ Եվ իմ ամուսնացրած մարդիկ չեն բաժանվում։ բայց Ինձ կբռներ քո ալպին, կասեիր չինո։ Սխալ գիտի էլի ազգանունը։ Չին։ Մի թողեք։ Լավ, անցնում ենք առաջ եւ գուշակիր ով եմ։ Գուշակիր։ 10 հարց։ Նենց հարցեր, որ պատասխանը կարող է լինել միայն այո կամ ոչ, նազ։ Երկիչա թե դերասան չի կարա լինի։ ինձ սպանում է։ Վայ քորա։ Okay։ Դերասան է։ Համել, հա։ Այսինքն ավելի շատ երգիչ է։ Չէ։ Այսինքն ավելի շատ բլոգեր է, համել դերասան։ Դե որ դասում ես համել, ուզում խոհարար է, համել դերասան։ Չէ։ Կամ փոքրիկ հուշել։ Չէ, հա ու չէ։ Լավ, դերասան է, համել հա։ Կինա, տղամարդ։ Ջահել։ Ահել։ Միջին։ Իմ միջինից թե քո։ Քո։ Այո։ Նազ 7 հարց արդեն հնչել է։ Օ, լիմիտ ունեմ հարցը, անուշադիր եմ, ես շատ անուշադիր մի կին։ Հիմա ուշադիր։ 3 հարց մնաց։ 3 հարց մնաց։ Երթվում եմ, թե գաղափար անգամ ունեմ, ով է իմ գլխին հենց իմ։ Բայց գլխիդ վրա տեղ ունի Նազ ջան, այդքանը կասեմ։ Լավ մտածի։
տղամարդ էր, չէ։ Ահա։ Տղամարդ, որը համել դերասան, գրում է, ստեղծագործում է, Չգիտեմ, գրում եմ, անա։ կարող է, Չենք դիրապետում այդ չգիտեմ ով է, մի հարց մնաց։ մի հարց։ 1.5 լավ։ Հա, Որտեվ չգիտեի, որ այն սկզբերը այդքան չեմ կարող Թե մենք չենք իմացել։ ճոխություն ցույց տալ։ Մեզ չէին զգուշացնում։ Մի հատ է այս հարցից։ Հա, բայց որ չգուշակես, Ինչ եմ ոչինչ, անելու։ Լիանան պատժելու է քեզ։ Չեմ ուզում Լիանան։ Մնացել է Լիանա պատժել ու սա։ Հավես է, էլի զանգի մեկին բան։ Չեմ տեսել։ Բացարձակ չեմ Մի րոպե, տեսել։ չես տեսել, չէ։ Չէ, իսկապես չեմ տեսել։ Մի րոպե։ Լավ, սպասիր Մի րոպե, մտածեմ։ չէ, Եթե համել, մի վարքան նաս։ լավ, սպասիր, մի հատ արի բարձրաձայն միասին տրամաբանենք։ Եթե հարց եմ տվել տղամարդ միջին տարիքի մեզնից, ես միջին չեմ, ես արդեն մի քիչ մեծ եմ։ Միջին տարիքի տղամարդ, Չէ, նա։ որը համել դերասան է, համել, այսինքն պարող չի գրում, ուրեմն ինչ է, ռեժիսոր։ Այո։ Այո։ Բայց այդ հարց չէր, ես ուղղակի բարձրաձայն մտածում եմ։ Ոչ հարցեր։ Չէ, ես չեմ հարցրել ռեժիսոր է Լիանա Վանոյան ջան։ Ես ասում եմ Ես Լիանա Վանոյանը միամիտ կին է եղել, պատասխանել է։ Մի րոպե, ես բարձրաձայն մտածում եմ, եթե ռեժիսոր է, ով պիտի լինի իմ գլխին։ Եթե ռեժիսոր է, համել դերասան չի, հրաչի չի, որտեղ ինքը չի խաղում, ռեժիսոր, որի հետ ես ունեմ երևի կապ։ Հա, դրա համար եք իրան դրել իմ գլխին։ Նա ինչքան հարց ես տալիս։ Ես ինքս ինձ բարձրաձայն փիլիսոփայում եմ, մտածում եմ, երկարաձգում եմ ձեր ինտերնետային ժամանակը։ Անհայտ բաժան։ Արշո։ Այո։ Արշոն, հա։ Այո։ Լուրջ ես երթվում եմ քեզ, Արշո, ուտեմ ես քեզ։ Իմ Արշոն էր, գոշակեցի։ Հիմա ես պիտի հարցնեմ։ Այո։ Շատ հեշտ քո պատասխանը շատ հեշտ է։ Տղամարդ, հա։ Ոչ, Երգչուհի, հա։ ոչ։ Դերասանուհի, հա։ Այո։ Ողջ, հա։ Փառք Աստծո։ Գժական։ Իմ հետ կապ ունի։ Իմ ծնունդներին, հա։ Չէ, չի կարելի կմարդ կա իմ ծնունդներին։ Այո կամ ոչ։ Այո։ Ես իրան ճանաչում եմ։ Այո։ Այդքան է հարց մնաց։ 4 հարց ունես դեռ։ Այդ 4-ը տվեց, դեռ 6 հարց է։ Կվել։ Սոֆի տվեց։ Դու էլ 14։ Մենք նույն վարպետի մոտ ենք սովորել։ Ապրես դու։ Այո։ Այո։ Երկուսդ էլ հաղթում Կեցես եք։ դու, երեխեքից ինչ Հաղթում մարդկանց եք։ էիք բերել։ Այո, մեր գործընկերն է Ռեալ հաշվապակենտրոն, ով Աձեով եք աշխատում, թե Անպայման։ կարող եք ձեզ gift card է դվիրում եւ Շնորհակալ օգտվել Աձեի Մերսի շատ։ հաշվապական ծառայությունները սկսում են ամսական 15000 դրամից, այնպես որ Տանենք մեր փողերը հաշվեն։ 10 տարվա փորձ եւ 1000+ հաճախորդ։ Շնորհակալ ենք Գուցե դառնան 1002։ 1002։ Ես ձեզ լիքը հավես հենց այնպես պատմություններ եմ մաղթում, հենց այնպես հիշողություններ, լավ ու դրական պահեր, լավ ու դրական շրջագայություններ, համերգներ, հաղորդումներ, ընկերներ, որ այստեղ վերադառնալու, պատմելու առիթներ շատ ունենաք, շնորհակալություն, որ այսօր եկաք։ Վերջում պետք է խնդրենք մեզ հետևողներին, բաժանորդագրվեն։ Ծախնեք զանգակի կոճակը, դրեք ձեր մեկնաբանությունները եւ սեղմեք հավանում եք եւ միացեք։ Այո, եւ գրեք մեկնաբան։ Մենք էլ մեր հերթին հերողություն խնդրենք, որ երբեմն չափն անցնում էինք, որովհետեւ պատմություններն են այդպիսին։ Դե կյանքում բոլորի պատմություններն է, որ գնաց դուրսում մարդկանց բռնես հարցնես, իրանք Խայտարակ ի վերջո։ Մենք էլ ենք մարդ, չէ։ Օպրեք ժողովուրդ, Մերսի շատ։ Լավ նորմալ է մոտդ ամեն ինչ։ Հա, լս ինչ որ դեպք ա եղել տանը էլի ես լվացքի մեքենայի հետ կապած։ Ողջ մամոջ։ Փիսը մտել է լվացքի մեքենայի մեջ չեն կարման։ Ինչ է այնտեղ մտել։ Բարաբանը փոկվել է։ Երեխեք։ Գրես իսկականից։ Մամա երևա։ Իրա փիսը, որը փիսուկն է ու փիսը անուն է, մտել է բանի մեջ։ Գրենա բարաբանի մեջ չեմ կարմանում տան աշխատող։ Ուզում ես խոսամ մի հատ։ Ա չէ, գրեցի որ միացրու դուս կգա։ Դուրս գա։ Շուտով որով։ Խլոպը կգրի։ Շերստ։ Ես Լիանա Վանոյանն եմ, դուք դիտում եք հենց այնպես շոուն։
Խնդալու կլներ, ես ասեի, ես Սուրեն Աղաբեկյանն եմ, դուք դիտում եք փրկեք մեր օկիներ հաղորդումը։ Հրաչ ջան։ Ես Դե երջանկության մեխանիկայի ժամանակ էլ ինչ ամենադժվար բանը նույնիսկ համբույրը, որը թվում է սովորական մարդիկ այգում կարող են կանգնել համբուրվել, դու ֆիլմում դա անում ես շատ դժվար, որովհետև ի վերջո նախ օտար մարդ է, ինչքան էլ քո հարազատ ընկերը լինի, գործընկերը լինի, կամ դու իր հետ արդեն այդ քիմիան ձևավորել ես, որպեսզի օրգանական լինի, բայց այդ շատ դժվար բան է։ Հիմա ես նոր սերունդը ավելի հեշտ է անցնում երևի այդ էտապները, մեզ բարդ էր։ Դրա մասին երբեք չեմ խոսել, հիմա պետքա տխուր հաղորդում լինի օրինակ այսքան տեղ։ Ես երբեք չեմ խոսել դրա մասին, բայց շատ դժվար էր։ Ու երբ որ այդ դժվարության մեջ հազիվ դու քեզ հավաքել ես, իմի ես բերել եւ այլն, մեկ էլ ապլես է պատը ճմլել, դա նորմալ բան չի։ ես դες իրավիճակի մի շաբաթ եթե անցվեր կա, հենց անցվեր եկար, դու կարող եք գալ մեր լճակի մոտ, որովհետև մեր մոտ ջրահեռացման ծրագիր քան որ չկա, մենք էքսկուրսիաներին չեն գնում երեխեք քաղաքից դուրս գալիս են Ձեզ գանդոլիերներ են պետք։ Հա, բացատրենք, որ անկարգ ինչ հաղորդում է, ասենք երեխաներ են նայում։ Չանենք։ Ողջ ինչ ահավոր է։ Ինչ ա եղել մնացել, Հա, դու Էլենն էլ դեղա, լես ինքը շատ չարակյան։ Չեմ Լյան ինչի է, Լյան խնդրում եմ կպատմես, հիմա հենց այնպես պատմություն է։ Ինչ ողբերգություն է, այսինքն բարաբան։ Ինչի է քո փիսը մտնում քո լվացքի մեքենայի թմբուկի մեջ։ Որովհետև քանդել են որ մաքրեն, իսկ իրան պարագայում դու չես կարող իրան կոնտրոլ անել, ասել արի ես։ Լավ մտավ, հետո չկա մի հատ համովիկ տակ դուրս գա Հնարավոր չի, ինքը կճանկրի, ինքը ես տանը չեմ, այսինքն իրա վրա կառավարում չկա։ Իսկ ինչի են հիմա ուզում որ դուրս գա, որ հավաքեն հետ։ Հա, որովհետև վարպետը վախենում։ Վա։ Փիժ ջան, դուրս կգաս։